Անհոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Նայեցեք Հովհաննես Առաքյալ իր նամակներեն մեկուն մեջ ինչ կսե։ Նոր բադվիրամը չէ որ գքրեմ ցեզի, այլ սկիզբեն իսկ մեր ունեցած բադվիրանը, որ սիրենք իրար։ Այս սերը կնշանակե Աստծո բադվիրաններուն համաձայն ապրի։ Իսկ բադվիրանը, ինչպես սկիզբեն սորվեցակ, սա է, որ սիրով պետք է ապրինք։ Աշխարհի մեջ բազմաթիվ մոլորեցուցիչներ մեջտեղ ելած են, որոնք կմերժեն ընդունել, թե Հիսուս Քրիստոս աշխարհ գալով իրապես մարդացավ։ Այդպիսիները մոլորեցուցիչ են և Քրիստոսի հակառակորդ։ Նայեցեք, որ չգործընծնեք ինչ-որ ծանր աշխատանքով շահեցաք, այլ ձեր վարձատրությունը լման ստանաք։ Ով որ Քրիստոսի ուսուցումներուն թեմ կմեղան չէ և անոնց կապված չի մնար, անիկա զաստված իր մեջ չունի, իսկ ով որ անոր ուսուցումներուն կապված կմնա, անիկա թե որդին ունի իր մեջ և թե հայրը։ Եթե ցեզի կա մեկը, որ այնպես չուսուցաներ, զայն ծեր տուները մի ընդունիք և նույնիսկ փարև մի տաք անոր, որովհետև անոր փարև տվողը անոր չար գործերուն մասնագից կդառնա։ Խոսքը կեցնեմ սիրելիներ։ Երբ որ գուզենք մտածել և խորհրդածել այստեղ քիչ առաջ Առաքյալին ըսածին մասին, մոդեն եթե մտի գնենք, պիտի տեսնենք, որ այսօրվան չափանիշներով երկու տարբեր և հակասական բաներ գսե Առաքյալը։ Կգրկնեմ այսօրվան չափանիշներով։ Մեկը գսե, որ ցեզի նոր բադվիրամը չեմ դար, այլ հին բադվիրանը կփոխանցեմ, ինչ որ լսեցինք մենք և սորվեցանք, այդ հալ սիրո բադվիրանն է։ Սիրեցեք սիրեր։ Քանի մտողանտին Առաքյալը գկրե, որ եթե ցեզի սխալ ուսուցումներ ընոներ կան, անոնց ձեր տունը մի ընդունիք, նույնիսկ փարևան մի տակ կսե։ Այսօրվան ամերիկյան ընկերության մեջ և ամեն դեղ քիչ մնալ կտեսնեք սիրո հասկացողության ներքև ինչպիսի տարբեր մութ և խավարային ուժեր կգործեն։ Սեր, ամեն մարդու փերանն է, սիրո մասին հասկացողին փերանն է և չհասկացողին փերանն է։ Տիվիները կփանանք, love is love ասելով, փնապաններ կլսենք։ Մյուս կողմը ուրիշ բառ մնալ կա, որ մենք շատ կլսենք այսօր արևմուտքի մեջ, այդ հալ tolerance-ն է, չէ՞։ Որ ճիշտ թարգմանությունը չէ, սակայն ճիշտ իմաստը հայերենով, լայնամտությունն է։ Այսօրվան աշխարհը արևմտյան մեզի գսե, որ մենք պետք է բոլորս լայնամիտ ընանք, այսինքն ինչ, ընդունակ լանք ամեն տեսակի շարժումներում, ընդունենք ամեն տեսակի ուժեր, գաղափարներ, մտայնություններ, աշխարհայացքներ, սակայն նայեցեք այստեղ Առաքյալը ճիշտ է, որ սիրո մասին կխոսի և կպատվիրե բոլորին, որ այդ սիրո պատվիրանով լիցքավորվին և բարուրվին, սակայն սեր ունենալ չի նշանակեր Աստծո հակառակ գործել, չի նշանակեր անմտորեն ընդունել և ընկալել ամեն բան և այդ բաներուն մեջ նաև բաներ, որ Աստուծմե կհեռացնեն մեզ։ Այսօրվա մարդը արևմտյան մեզի գսեթուն ընդունելի և ճիշտ ընթացքի մեջ չես, եթե ամեն մարդ չես ընդունի քու համայնքիդ մեջ, քու ընկերութենետ ներս։
թալրս փարը կորձացվի, որպես զենք բոլորին, գվաղցնեն բոլորը, որ եթե տուն ըսկսվունքի դեր մարդ ես, ըսկուշ եղիր, մենք կութեմըտ կբայքարինք։ Այստեղ առաքյալը գսե, որ անշուշտ, եթե մտածենք առաքյալի խոսքին մասին, թե ինչպիսի պայմաններու մեջ կխոսի, առաքյալը կխոսի քրիստոնեական շարժման առաջի ժամանակահատվածի ընթացքին, ուր շատ հարցեր կային եկեղեցիեն ներս։ Մենք կգարձենք, որ հարցերը միան այսօր են։ Շատ հարցեր կային եկեղեցիեն ներս, շատեր իրենց անցյալի ճանապարհներուն կվերաթարնային, իրենց անցյալի ուսուցումներուն կվերաթարնային, շատեր հավատ կգլքեին, վախե կամ այլ անձնական մտահոգությունները մղված, եւ այս պայքարի մեջ եկեղեցին ամուր բահելու, մեկ բահելու այդ չանքի մեջ առաքյալը գտելացրե բոլորին այո, սիրով կապեցեք իրար ու դուք որ Քրիստոսի կպատկանիք, Պայնց եւ այնպես սիրել չի նշանակեր ամեն տեսակի կենցաղագերտ ընդունել ձեր համայնական կամ անձնական կյանքի մեջ։ Եվ անորոմար գսեմ, որ Քրիստոսը կընդունի Քրիստոսի բադվիրանները կկործատվե։ Շատ բարձ դրամապանություն։ Չենք կնարսել, ես Քրիստոսը կսիրեմ եւ ադիգա բավարար է ինձի համար, բայց մյուս կողմեն քրիստոնեության եւ քրիստոնեական ոգիին ոչ հաշտ եւ հագասող կենցաղագերտ մապին իմ կյանքիս մեջ։ Աստվածաշունչը չլադող կենցաղագերբով եթե գաբրիմ ես, իրավունք չունիմ ասելու, որ ես քրիստոնյա եմ, որովհետեւ քրիստոնյան ունի հստակ սկզբունքներ, ուսուցումներ, որոնց պետք է գարչի չի գրնար ընդրել բաժիններ եւ մերժել այլ բաժիններ եւ ինքսինք նկատել Աստծո հավատարիմ որդին։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, բայեցողության ժամանակահատվածի մեջ ենք եւ շուտով իր ավարտին կհասնենք արդեն։ Ասկե առաջալսի եւ կշարունակեմ նույնը ասել։ Եթե բայեցողության այս ժամանակահատվածը մեզի քայլը հարաճ չդարավ մեր հավատքի կյանքի մեջ, ավելի չխորացուց մեզի մեր հավատարմության մեջ, անթեպ Քրիստոսի եւ իր բերած արժեքներում, մենք ուրեմն մնացինք թիդողներ այսինքն։ Գարձեք թատրոն եկած ենք, թիդեցինք, կամ լսեցինք, ուրախացանք, հաճույք արինք եւ քացինք։ Բայց նման կենցաղագերբը ընդունելի չի կրնալ ըլլալ Աստծո համար։ Ինչպես քրիստոնեական շարժման կյանքը, Աստվածաշունչը, ավետարանի պատմությունները իրենք մեզի կվկայեն, քրիստոնյա ըլլալ կնշանակե բայկարին ամենօրյա թրությամբ։ Բայկարին ոչ առաջին հերթին մարդոց հետ, ոչ։ Բայկարին քու անցիք դեմ, որովհետև մենք բոլորս մեղավոր ընթացքի մեջ ենք եւ մենք բոլորս կպատկանենք փնությամբ, որ թեպի մահ գերտա։ Մահվան կպատկանի, որովհետև փնության կպատկանի եւ փնությունը մահացու է։ Վերջ ունի, ինչպես որ սկիզբ ունի։ Բայց Քրիստոս մեզի ցերկը գերգար է եւ գսե որ եկուր եւ ինձի միացիր։ Իրապես դարձին իմ հետևորդս եւ զավակս, որովհետեւ երբ այդ ճանապարհին գքալես գիտակ ծափար եւ գծկես եւ գլկես մեկով ամեն բան որ քեզի հերու կդանին այդ ճշմարտութենեն, Աստված քեզ ավելիով գորժնե եւ քու գողքիդ կլա գզորացնե քեզ եւ Սուրբ Հոգին առավել եւս քեզ դաջարը կդարձնե։ Դաջարը Աստծո։ Դաջարը լալ կնշանակե ինչ։ Աստված փնագեցնել քու մեջդ։ Աստված երբ պիտի փնագի քու մեջդ, տուն հետևաբար դուրս պիտի հանես ամեն աղդեղություն քու կյանքեդ։ Մեկ հատ մտածեցեք բարձ մեր կյանքի առնչությամբ, եթե մաքրամաքուր մեկը
մաքրությունը սիրով, չագերդյալ, մաքրության հիվանդ անձնավորությունը բերեք եւ տնեք սենյակի մեջ ու ամեն բան թափթփած է, ամեն բան աղդոտ է։ Հոգեբանական առումով OCD ունեցողը բերեք, ջերմոֆոբը բերեք եւ տնեք սենյակի մեջ ու ամեն բան դակնու վրա է։ Այդ մարդը իսկույն կխենթանա այդտեղ։ Նույն պատկերն է սակայն սիրելիներ, հոգևոր կյանքի մեջ։ Չեք կրնալ Աստծո Սուրբ Հոգին բարփակել ձեր մեջ, բնակեցնել ձեր մեջ, եթե ձեր մեջը դակն ու վրա է, լեցուն է չարով, չարիքով, համբասանքով, ադելությամբ, լեցուն է սատանայական ուժերով, ներքործություններով, ինքնասիրությամբ, փառամոլությամբ, մամոնայի սիրով։ Հետևաբար այդ բոլոր ես բարդավորությունը ունիմ, ոչ թե ապշնը։ Չեմ գնալ ասել, այս բանը դուրս տնեմ մեջս, բայց մյուսը իմ մեջս պահեմ եւ Աստծուց մեն խնդրեմ, որ եկուր իմ մեջս բնագիր եւ փոխագերբեզիս։ Հետևաբար առաքյալը համայնքի անդամներուն գսուշացնե, որ թե արդակին մարդոց, որոնք գիտակցաբար կաշխատին համայնքի շահերուն թեմ, որ համայնքին, քրիստոնյա համայնքին, Քրիստոսի պատկանող համայնքի շահերուն թեմ կպայքարին եւ կփորձեն իրենց կորձոն մասնակցությունը բերել, քանթելու համար Քրիստոսի մարմինը, նման մարդիկ չպետք է ձեր մեջ տեղ ունենան, որովհետև անոնք իրենց տեղը ընտրած են, անոնք ընտրած են Աստծո հագարագործի թերագադարություն։ Անոնք ընտրած են այն ուժերը, որոնք Աստծո թեմ կպայքարին։ Եվ հետևաբար նման մարդիկ չպետք է տեղ ունենան ձեր համայնական կյանքի մեջ, որովհետեւ չփճացնեն Քրիստոսի մարմնի համայնքին կյանքը համերաշխ։ Անոնք, որոնք քյուրական կյանքը քիչ մը կհասկանան, լավ գիտեն ավրված խնձորմը, որդոդած խնձորմը, թրեք բողովի մեջ ուրգան առողջ խնձորներ, այդ առողջ խնձորները ինչ պիտի ըլլան։ Պիտի փճանան։ Նույնպես է բարական նաև մեր համայնական կյանքի մեջ, որուն կանդրադառնա առաքյալը։ Եթե այդ փճացման ընթացքի մեջ եղող մարդը կընդունիք ձեր մեջ, եւ այդ մարդը չուզեր դառնալ իր ճանապարհեն, չուզեր շտկվել, չուզեր Քրիստոսի դառնալ, չուզեր ցերկ երգարել Քրիստոսի, ընդունած կլակ իր գենցաղագերբը ձեր մեջ եւ գամած այդպիսի սատանայական ուժերով մղվող եւ առաջնորդվող կյանքը կփճացնե համայնական կյանքը։ Քրիստոսի ճանապարհեն կհանե շատեր, կքայթակղեցնե հավատքի մեջ երեխա եղողները եւ հետեւաբար ըստուշ պիտի լանկսե առաքյալը, որ ծեր մեջ հագա աստվածային Քրիստոսի արժեքներուն եւ նկարագրին թեմ կործող ամեն բան դուրս պետք է հանենք։ Ըլլանիգա ներքին մեր նկարագրային առումով, ըլլանիգա հավաքական համայնքային կյանքի մեջ, որովհետեւ մարմինը մնա մաքուր, մարմինը մնա դոգուն, մարմինը մնա հավատարիմ իր ճանապարհորդության մեջ։ Այսօրվան բայեցողությունը այս է, որ մեզի գտելատրե։ Մեզի գսե, որ մեկում ցկեցեք այս վազվզուքի մեջ ամեն տեսակի սպաղմունքներ, չագերդյալ սպաղմունքներ, չագերդյալ արժեքներ, որ ցեզի կամած կբարբեն ծեր ինքնութենեն, ցեզ կհեռացնեն, ծեր մարդկութենեն, ծեր մեջ կփնագեցնեն ուժը, որ օդար է քեզի, որուն կոչված չես դու։ Այլ եկեք բոլորս ինչպես քիչ առաջ հրաժարին ի սատանայեսի, իսկապես հրաժարին սատանայել։ Սատանան այդ բոլոշավոր անձնավորությունը չէ։
որոշ աստվածապաններ գադագով թերևս ասած են, բայց նաև իրականություն կա դոր մեջ մարդիկ կան, որ սատանան սաբես կոչված այդ ինքնությունը ամոթի կբահեն իրենց կենսաղագերբով։ Բողոս Սարաքյալ, որ ընթացերուն ամհագին սկիզբը գսկսի ասել ամոթ ցեզի ով համայնքի զավակներ, որ չցեր մեջ գնդունիկ մարդը, որ այնպիսի աղդեղությամբ գաբրի, այնպիսի ամփարոյությամբ գաբրի, որ նույնիսկ հեթանոսը ամոթ կսկա զանոն կնելու։ Հետևաբար սիրելի հավատացյալ քույրերը եղբայրներ, եկեք գետրոնանանք այն արժեքներուն վրա, որուն մենք կոչված ենք ունենալ, ընդունիլ և կործատրել մեր կյանքի մեջ։ Սիրել Քրիստոսը միայն շրթունքներով չէ։ Սիրել Քրիստոսը կնշանակի Քրիստոս դառնալ, առաքյալը գսեին քրության մեջ այստեղ։ Քրիստոսը պիտի ապրի սուրբ կյանքով։ Քրիստոս այո կներե մեղավորը, բայց չսեր քեզի ներեց և քնա ուզածիդ պես ապրիր։ Գսե քեզ բժշկեցի, մեղքերդ ներյալը լան, բայց և ամես քնա և այլևս ինչ է։ Մի մեղամ չէր, ոչ թե մնակ ու ճանապարհիդ մեջ, ինչպես որ ես քեզի կսիրեմ, ոչ։ Եկեղեցին ճիշտ է, որ հիվանդանոց է, թադարան չէ, և արևելյան եկեղեցու հասկացողությամբ հիվանդանոց է բարին ամբողջական իմաստով, հոգիի հիվանդանոց, որովհետև բոլորս ալ եկեղեցականներ կամ սաբես կոչված աշխարհականներ հիվանդ ենք, նույն հիվանդութեն ենք գդարաբինք, մեղքի մեջ ենք, չարի ջիրաններում մեջ ենք, բայց և այնպես չենք ուզեր այդտեղ մնալ։ Անուր համար եկեղեցի մաս կգազմենք, որտեղ կտեսնենք լույսը և հույսը, որ Քրիստոս մեզի կբարգևե և կուզենք դեպի հոն երթալ։ Ոչ թե գսենք վնաս չունի, իմ խոսավարի կյանքս կապրիմ, բայց և այնպես կգարցեմ, որ ես տակավին քրիստոնյա եմ, ոչ։ Իմ կործիս մեջ եթե ես կողություն կնեմ, մարդիկը կխապեմ, իմաստական կրվանս նեցնելու, և երբ որ գիրագյուր եկեղեցի կամ և մոմ վարեմ, հաղորդությունը ստանամ չի նշանակել, որ ես առողջ ճանապարհի մեջ եմ։ Եթե իմ անձնական կյանքիս մեջ իմ փերանս լեցուն է հայհոյանքներով, իմ փերանս լեցուն է չարախոսությամբ, փամփասանքով, եկեղեցի քալով, մոմ վարելով, հաղորդությունը ստանալով, չի նշանակել, որ ես ճիշտ և աստվածահաճո ճանապարհի մեջ կգտնվեմ։ Իմ մեկ կենցաղագերբս, մեկ կենցաղագերբ պիտի ունենամ, և այդ կենցաղագերբը Քրիստոսի կենցաղագերբն է։ Պիտի ըլլամ հավատարիմ Աստուծո կյանքի բոլոր պայմաններում մեջ։ Այո, ով սա, որ քրիստոնյայի կյանքը պիտի ըլլա թյուրին և հեզասա, ով սա, որ քրիստոնյան պիտի ընդունվի իր շրջանագին կողմեր, ով սա, որ քրիստոնյան պիտի չընկալվի հալածանքի և ծիծաղանքի։ Բայց եթե անոնք կատարվեցան մեր Տիրոջ նկատմամբ, ապա որքան ավելիով պիտի կատարվին մեր հանդեպ։ Հետևաբար սիրելի քույրեր և եղբայրներ, ժամանակն է, որ ավելի գիտակցությամբ և լրջությամբ մոտենանք մեր թե հավաքական կյանքի և թե անձնական կյանքին։ Քրիստոնյա ըլլալ կնշանակի նվիրվել և հավատարիմ մնալ Աստուծո ճշմարտությանը։ Նվիրվել, այսինքն ոչ թե գիրագի Աստուծո մասին մտածեն, ոչ, ամենօրյա թրությամբ Աստվածը ընդունել ձեր մեջ և Քրիստոսը ապրիլ ձեր համայնական կյանքի մեջ։ Սիրել, ողորմածը լալ, ներել, ընդունել, սակայն չընդունել և հեռու անել ամեն մարդ և ամեն ուժ և ամեն գաղափար,
որ մեզ կբարբե մեր ինքնութենեն եւ մեզ կհեռացնե Աստծո ճանապարհը։ Թող որ Աստծո երկնային շնորհքները, ուժականությունը, իմաստությունը, կարողականությունը արադապես հեղի մեր բոլորի կյանքի մեջ, որպեսզի սադեղ գրվածները Աստվածաշունչը չմնա միայն քրաթարանելու մեջ, այլ կյանքի վերածվի, կործոն ներկայության վերածվի մեր բոլորի կյանքի մեջ, ըլլա մեր անձնական կյանքի մեջ, ըլլա առանձնագի եւ ըլլա հավաքական, համայնական կյանքի մեջ։ Օրհնյալը լակտուք բոլորդ, որ այստեղ եք եւ ձեր ժամանակը դրամատրեցիք եւ կդրամատրեք Աստուծո եւ կհետևիք իրեն հավատարմաբար եւ վստահ եղեք, որ Տիրոջ ներկայությունը առավել եւս պիտի օրհնեցես եւ բարգեւադրեցես եւ ավելիով կյանք բարգեւեցեզի։ Ամեն։